Բարև ձեզ, այսօրվա թեման է երիտասարդը և գրականությունը։ Շատ հաճախ լսում եմ, որ ասում են երիտասարդները գրականություն չեն սիրում, գրքեր չեն կարդում, բայց ես այդքան էլ համաձայն չեմ, ես լինելով երիտասարդ մեծ սեր ունեմ գրականության հանդեպ ու գնում եմ շատ հաճախ գրքեր ժամանակակից գրողներից ու կարդում եմ, նաև տեսնում եմ երիտասարդները ինձնից ոնց են գրքեր ուզում ու ինչ ուրախությամբ են ուզում, ես մերժում եմ, չեմ սիրում գրքերս տալ, բայց մասնակցել եմ դրամաշնորհի, իմ գրչակից ընկերներն են գրքեր նվիրել մեր երիտասարդական կենտրոնից ու երիտասարդները մեծ ակտիվությամբ գրքերը վերցնում էին և կարդում ու սա փորձ է, որ ժամանակակից գրականություն չկա գրադարաններում, հին տպագրության գրքեր են, որը պիտի փոխարինվի նորով, որպեսզի երիտասարդները ավելի հաճախ օգտվեն գրադարաններից։ Երիտասարդները կարդում են էլեկտրոնային գրքեր, օգտվում են նոր տեխնոլոգիաներից, չեն թարգմանվում մեր սիրելի գրականությունը ինչու կուզեինք ու դժվար հասանելի են լինում անգամ նոր գրքերը մեր գրադարաններում։ Գրադարանները ժամանակակից մոտիվներով չեն, ինչը երիտասարդին կձգի դեպի իրեն։ Դպրոցական ծրագրերը ոչ թե գրավող են, երիտասարդին պարտավորեցնող են, հաճույք չի պատճառում, երբ որ պարտավորված ինչ-որ մի բան ես անում։ Ես դպրոցից հետո եմ սկսել գրքեր կարդալ ու ավելի սկսել եմ գրականությունը սիրել։ Բանավեճեր, քննարկումներ չեն լինում, ինչը ավելի կհետաքրքրացնի, գրողները գրքերի չեն գալիս և մեր հետ չեն զրուցում, ինչ ավելի կհետաքրքրացնի, ավելի կուզեմ գիրքը կարդալ։ Ամփոփելով այս ամենը ուզում եմ ասեմ, որ երիտասարդները գրքեր կարդում են, ուղղակի կա գրքային ֆոնդի պակաս ու միջավայրի պակաս, որը կուզեի օրինակ ես նստեի ինչ-որ մի գեղեցիկ գրադարանում ժամանակակից մոտիվներով ու վայելեի իմ գիրքը։ Գյուղում ապրելը դժվար է, բայց լավ արժեքները ձեռք են բերվում դժվարությամբ։